Երեկոն որոշեցինք անցկացնել մեծ նավահանգստի 3 քաղաքներում։ Ինչու 3, քանի որ 3 իրար կողքի քաղաքներ են, շատ փոքր։ Կամրջի ցախ կողմով գնում ես Սենգլեա քաղաք, որ առաջինն եմ ուզում այցելել, իսկ աջ կողմում արդեն ուրիշ քաղաք։ Տեսեք, այսպես գնում ենք Սենգլեա, իսկ այստեղ արդեն մյուս քաղաքն է։ Բարի լույս, այսօր պատրաստվել ենք արդեն եւ գնում ենք առաջինը Ձկան շուկա, այստեղից 1 ժամ հեռավորության վրա ավտոբուսով, բայց առաջինը վայել եմ իմ կակաոն, գտել եմ ամենալավ կակաոն, որ երբևիցե փորձել եմ։ Այնքան մուգ է, ոնց որ շոկոլադ լինի։ Մի քիչ մանպամած է, բայց 18 աստիճան է լինելու, եղանակից չեմ ուզում բողոքել, բացի քամուց, որ եթե քամին չլիներ, այնքան լավ եղանակ կա, շատ, քամու պատճառով շատ բաներից զրկվում ես։ Così speciale, come io. Այժմ Մարսաշլոկ կոչվող ծովային ոչ մեծ քաղաքում ենք, այստեղ կա մեծ շուկա, միայն կիրակի օրերը, վաճառում են ծովամթերք, ամեն ինչ վաճառում են, հագուստից սկսած ծովամթերքից վերջացրած վաճառում են, արդեն գնել ենք ձուկ, այսօր պատրաստելու ենք, այս քաղաքը շատ գեղեցիկ է, այսօր հիմնականում այստեղ ենք անցկացնելու, շատ հետաքրքիր ձուկ ենք գնել, ինքը պատկանում է շնաձկան տեսակի, մաքրել են, կաշին մաքրած վաճառում էին։ Հիմա գնում եմ խանութ մի քանի բան առնեմ, որպեսզի ծովամթերքը պատրաստենք։ Պատկերացրեք, հունվարի 4-ն է, ձմեռ,
Ու ես կարճաթևա, որովհետև 18 աստիճան է, արև չկա, տենց մի քիչ անպամած է, բայց ընդհանրապես ցուրտ չի, շատ հավես, շատ լավ եղանակ է։ Միասին գնանք խանութ եւ վերադառնանք, պատրաստենք մեր ծովամթերքը։ Yeah. 2 minutes ready pasticcio, okay? Thank you very much. Okay, bye. Bye. Ես արդեն վերադարձակ, եք ձեզ ցույց տամ ինչ եմ գնել 9 եվրոյով, ձիթայուղ, այսպիսի տոմատ, 3 հաց, պուրի տեսքով, սուրճ, 2 հաց, միլքշեյք, սխտորի փոշի, քանի որ ուզում էի սխտոր առնեի, կապով էին ծախում, մի 5-6 հատը, իմաստ չուներ ավելի լավ այսպես սխտորի փոշի, այսպիսի գարեջուր երևի իրենց տեղական է, որովհետև ամեն քայլափոխի տեսնում եմ այս գարեջուրը պետքա փորձել։ Եվ նաև առել եմ պաստիչի կանոլի, հիմա բարձրանանք վերև, սրճենք, ձեզ ցույց տամ ու գանք արդեն սկսենք պատրաստելը։ Չեմ հասկանում ինչա ոնց որ լոբի կարող աղացած լինի, բայց համեղ է։ Թե եմ արել։ Ես ինչա կոչվում տաթև։ Կիլոն գնել ենք 12 եվրո, այս երկու կտորը 8 եվրո, մեծ կտորներ են տեսեք։ 10 եվրո կիլոն, սա այդ փոքրիկ շնաձկան տեսակներն են, 3 հատը 10 կամ 12 եվրո, թունաձուկը 2 կտորը 10 եվրո, ակցիայով էլի 10 եվրո, եւ սա 1 հատը 12 եվրո, 8 հոտնուկը։ Այժմ բարակայագիներում ենք, այստեղ եկել ենք, քանի որ ժամը 12-ին եւ ժամը 4-ին հրետանոց կրակում են։ Այստեղ կա հրետանի, որը կառուցվել է Սուրբ Հովհաննեսի միաբանության կողմից, օգտագործվել է 16-րդից 20-րդ դարերում բրիտանացիների կողմից եւ այժմ վերակառուցվել է ամեն օր երկուշաբթիից ուրբաթ օրերը ժամը 12-ին եւ ժամը 4-ին այդ հրետանոց կրակում են։ Եթե ցանկանում եք գալ այստեղ, 1 ժամ շուտ պետք է գաք, քանի որ մարդիկ շուտ հավաքվում են, իրենց տեղն են պահում, որպեսզի դիտեն։ Իսկ եթե ցանկանում եք ներքև իջնել, որ ավելի մոտ լինեք հրետանուն, 3 եվրո արժե 1 հոգու մուտքը, իսկ երեխաները մինչև 16 տարեկան 1 եվրո։ Բայց վերևից ինձ թվում է ավելի գեղեցիկ է, ամբողջ տեսարանը երևում է։ These tunnels were expanded by the British in World War II and used as Malta's underground voyage queue during the air battle for the islands. After the war, they served the Royal Navy and later NATO. The tour lasts about 1 hour. For more information, head more about the history of this place. All you have to do is head down behind the fountain, down to the reception area where you can book your tickets. Thank you for your attention, ladies and gentlemen. Hope to see you down here for our firing at 12. Thank you. The historic Valletta fortifications built in 1566. Given its unique vantage point,
its guns could easily protect the full length and breadth of the Grand Harbour against a sudden attack. As its name clearly implies, this battery also had a ceremonial role. Oh my God! Fire! Егоренко żyje? Ale bez Այժմ եկել ենք Պոպեի ավան, որը կառուցվել է Դիսնեյի կողմից, որպեսզի նկարահանեն 1930 թվականին Պոպեի ֆիլմը։ Այստեղ շատ գեղեցիկ է, շատ հետաքրքիր։ Ժամը 9-ից այստեղ շոուներ են տարբեր, ֆիլմի ցուցադրություն, պարում են, ֆիլմ են նկարահանում, այնպես որ շատ հետաքրքիր է, մանավանդ երբ որ երեխաների հետ է գալիս, նրանց համար շատ հետաքրքիր է։ Մուտքավճարը երբ որ սեզոնային չէ, 15 եվրո է, այսինքն հիմա վճարել եմ 15 եվրո, քանի որ ամառ չէ, սեզոն չէ։ With salt? Yes, please. Playing during the strike, Pluto called for my safe. Very soon we're gonna start a sweet bit of parade. Follow the Mr. Polo. When the tonguing is done, we'll take our leave and go. Then sing with the mayor. Let's go. Let's go. Everyone can follow us.
gentlemen, boys and girls. Ահա եւ վերջ գտնվում եմ Մալթայի օդանավակայանում, սպասում են գեյթի բացվելուն։ Ուզում եմ մի փոքր ամփոփեմ այս մի քանի օրվա իմ ճամփորդությունը։ Սկսենք մարդկանցից։ Այնտեղ հիմնականում շատ են հնդիկները, Մարոկոից եկած, այսինքն Աֆրիկայից եկած ժողովուրդը։ Հաջորդը եղանակի մասին խոսեմ։ Ընդհանրապես 16-ից 19 աստիճան է եղել մի քանի օրվա ընթացքում։ Եթե քամի չլիներ, շատ լավ եղանակ էր, հնարավոր կլիներ լողալ։ Չնայած դրան շատ մարդիկ լողում էին, հաշվի չառնելով ալիքները։ Հիմա խոսենք տրանսպորտից։ Երբ դուրս ես գալիս օդանավակայանից, սարքեր կան, որպեսզի կարողանաս գնել 7 օրվա քարտ, 4 օրվա քարտ, տարբեր քարտեր են լինում։ Այստեղ միակ տրանսպորտային միջոցը ավտոբուսն է եւ հնարավոր է այդ քարտով ամբողջ Մալթայում շրջագայել։ Ձեզ մաղթում եմ լավ օր եւ կհանդիպենք հաջորդ անգամ։ Լավ մնացեք։ Allocated seats. So we have opened bestow only the cabin suitcases of small items in here by exception, bestow under the seat in front of you. Passenger to occupy emergency exit, which is row 1ABC, row 2DS, row 69. Maska dostarcza tlen nawet gdy igorek napływa się powietrzem. W pierwszej kolejności należy założyć swoją maskę, a następnie